Բարև ձեզ, դուք դիտում եք հրապարակումը։ Թե ինչ ենք պատմելու այս հաղորդմանը, նախ կարճ մի քանի տողով։ Այս տարվա ճանապարհաշինության քարտեզում գերակշռում են համայնքայիններն ու տեղականները, դպրոց տանող ճանապարհներից մինչև միջազգային հեծանվամրցաշարի երթուղիներ, շինարարական ծրագրերը նոր թափ են ստացել։ Ծորակից հոսող ջուրը միայն խնդիր չէ, այլև լուծվող հարց։ Արմավիրում տասնամյակների հնամաշ խողովակները փոխվում են նորերով, բարելավում են մյուս ենթակառուցվածքները։ Փոփոխություններ պետական հանրակրթական չափորոշիչներում, ինչ խնդիրներ են լուծում նոր մոտեցումները եւ ինչ արդյունքներ են ակնկալվում, թեմայի մասին հարցազրույց տաղավարում։ 20 տարվա փորձից հետո հայկական շոկոլադն արդեն նոր գործարան է տեղափոխվում արտադրության մեծացման ծրագրերով։ Զարգացման ճանապարհին ընկերությանը օգնել են պետական աջակցության գործիքներն ու ներդրումային արտոնությունները։ Այս տարվա ճանապարհաշինական պետական ծրագրերում որոշակիորեն շեշտադրումները փոխվել են։ Եթե նախկինում հիմնականում նորոգվում էին միջպետական ճանապարհները, հիմա առաջնահերթությունը համայնքայիններն ու դպրոցներն իրար կապող հատվածներն են։ Փարաքարի Խաչմերուկից Մերձավան այգեկով դեպի M5 ճանապարհի 8 կիլոմետրանոց հիմնանորոգումն այդ ծրագրից մեկն է՝ շուրջ 1 միլիարդ 380 միլիոն դրամ ներդրմամբ։ Կառավարությունը շարունակում է հանրապետությունում տարեկան 500 կիլոմետր ճանապարհների վերականգնման ծրագիրը, այն կապելով նաև կրթական ու զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացման հետ։ Մերձավան այգեկով M5-ին կապող տեղական նշանակության ավտոճանապարհը հիմնանորոգվում է։ Շինարարություն է 8.2 կիլոմետր հատվածում։ Ճանապարհից միայն տեղի բնակիչները չէ, որ օգտվում են։ Տարածքում արտադրամասերն էլ շատ են։ Լինում է, որ միակողմանի փակում ենք ճանապարհը ըստ երթևեկության կազմակերպման ժամանակավոր սխեմայի, որպեսզի չխանգարենք նաև երթևեկությանը, խցանումներ չլինեն։ Քայքայված ասֆալտով տեղ-տեղ գրունտային հատվածներով ճանապարհի փոխարեն նորը կես մետրից ավելի պատվածք կունենա։ Ավազակոպիչ, ցեխ, երկշերտ ասֆալտ բետոնե ծածկ, միայն շինարարության համար պետությունը 1 միլիարդ 380 միլիոն դրամ է ներդրել։ Նախկինում ջրահեղեղացում որպես այդպեսին չի եղել, բայց հիմա հիմնանորոգման ընթացքում ամբողջությամբ վարկերի միջոցով կազմակերպելու է ջրահեղեղացումը, բոլոր 4 հատվածներում էլ ներառված են մայթեր։ Այս տարի էլ նախորդների պես կառավարության օրակարգում է հանրապետությունում 500 կիլոմետր ճանապարհների նորոգման հիմնանորոգման ծրագիրը։ Եթե նախկինում աշխատանքներն առավելապես միջպետական հանրապետական նշանակության հատվածներում էին, այս տարի գերակշռում են տեղական ու համայնքայինները։ Պայմանավորված 300 դպրոցների վերականգնման ծրագրով 500 կիլոմետր ճանապարհաշինական աշխատանքների շրջանակներում միայն 100 կիլոմետր աշխատանքներ, ճանապարհների վերականգնումներ նախանշված են հատկապես դեպի դպրոց մոտեցող ճանապարհներին։ Սեպտեմբերին Հայաստանում առաջին անգամ կանցկացվի Տուրով Արմենիա հեծանվավազքի միջազգային մրցաշարը։ Նախապատրաստական աշխատանքներում ներառված են նաև ճանապարհաշինական ծրագրեր։ Տավուշում, Լոռիում, Գեղարքունիքում եւ Երևանում այդ տուրի երթուղիների բարեկարգման նպատակով ուսումնասիրում են այն ճանապարհահատվածները, որոնք կարող են խնդրահարույց լինել, որոնց մասով կիրականացնենք նաև որոշակի վերականգնման աշխատանքներ։ Միևնույն ժամանակ էլ ավելի է խստացվում շինարարության որակի նկատմամբ վերահսկողությունը, ստանդարտներին չհամապատասխանող աշխատանքները չեն ընդունվում, խնդիրները լուծում են շինարարական ընկերությունները սեփական միջոցներով։ Տասնյակ տարիներ Արմավիրի բնակիչները խմելու ջուրը գնում էին խանութից, իսկ ծորակից հոսող ջուրը միայն կենցաղային նպատակների համար էին օգտագործում։ Այսօր իրավիճակը փոխվում է։ Սուբվենցիոն ծրագրով ամբողջությամբ արդիականացվում են բազմաբնակարանների ջրամատակարարման համակարգերը։ Պետությունը ֆինանսավորման 65%-ն է ապահովում։ Միայն 2025 թվականին Արմավիր համայնքում ենթակառուցվածքների զարգացման ծրագրերի ընդհանուր արժեքը հատել է 2 միլիարդ 400 միլիոն դրամի շեմը, ճանապարհներից մինչև մանկապարտեզներ։ Առնելուց կպրծնենք ամենով գնա ջրի արի, գոնե ջուրը ծորակը բացենք, խմենք էլի, հարխային։ Խաթուն Հակոբյանը չի հիշում, երբ են վերջին անգամ տան ծորակից ջուր խմել։ Օգտագործում են կենցաղային նպատակներով, խմելու ջուրն առնում են։ Օրական 20 լիտր համարյա առնում։ 15-20 պարդատիր, հեսա որ օրերը տաքանա ավելի շատ։ Այս պատկերն է Արմավիրի բոլորային թաղամասերում, որտեղ դեռ հին ու մաշված խողովակներով է ջուրը տուն հասնում։ Գործող ջրամատակարարման համակարգը խորհրդային տարիներին է կառուցվել։ Ահավոր վիճակ է եղել, ինքը երկաթյա խողովակներ են եղել, որը որ արդեն
այսպես ասած, փտած վիճակում է, այն կարգի անբարվոք վիճակ էր, որ հիմա մենք այստեղ ենք, բայց այդ ջրից չենք օգտվում, էլի գնում նոր ենք խմում, որովհետև խողովակների ժանգոտված լինելու, չգիտեմ, ավազային դե որ ծակվում է, հետո նորից նորոգում են բանն անում, այդ արդեն նորից խնդիր է տալիս։ Ասենք բաքսին ապչանում, չգիտեմ, այն ապչանում դե ավազային նստվածքներից, էլի։ Արմավիր քաղաքի մի շարք բազմաբնակարանների ջրամատակարարման համակարգի արդիականացման աշխատանքներն իրականացվում են 2025 թվականի սուբվենցիոն ծրագրով, ընդհանուր արժեքը մոտ 314 միլիոն դրամ է, 65%-ը պետական բյուջեից է փոխանցվում։ Ամբողջությամբ փոխվում են խողովակաշարերը, բակային տարածքներից մինչև շենքերի մուտքեր, հետագա անհարմարություններից խուսափելու համար մուտքերում առանձին փականներ են տեղադրում։ Հիմա մենք էլ եթե վթար ենք ունենում, գլավնի խողովակից գնում անջատում ենք, որ կարողանանք այստեղ վթարը վերացնել։ Իսկ մենք առանձին ամեն շենքին վինտիլներ ենք դնում, որ վթարի դեպքում կարողանանք կոնկրետ այդ շենքի ջուրը փակել ու աշխատենք, որ ամբողջ բնակչությունը չջրազրկվի այդ ընթացքում։ Ջրամատակարարման նոր համակարգի կառուցման աշխատանքները սկսել են մարտի վերջին։ Շուտով կավարտեն։ Արմավիր համայնքում ինտենսիվ աշխատանքներ են իրականացվում նաև ճանապարհաշինության ուղղությամբ։ Կառուցվում ու նորոգվում են մանկապարտեզներ։ 2025-ի սուբվենցիոն ծրագրերի արժեքը 2.4 միլիարդ դրամ է։ Արմավիր քաղաքում խմելու ջրագծերի փոխարինումը դա առաջնային ծրագրերից մեկն է։ Սուբվենցիոն ծրագրերով ջրագծերը փոխարինում ենք այն հատվածներում, որտեղ որ ասֆալտապատման աշխատանքներ են իրականացվում կամ բակային հատվածների հիմնանորոգման աշխատանքներ են իրականացվում, որ เป զի ջրի կորստի տոկոսը փոքրացնենք եւ այլ նպատակներ ունենք հետագայում քաղաքը սնուցող ջրի աղբյուրը փոխելու մասով։ Միասնիկյանում էլ հիմնանորոգվում է գյուղի գլխավոր փողոցներից մեկը ամբողջ երկայնքով։ Վերջին անգամ 1980-ականներին է ասֆալտապատվել։ Այս աշխատանքներին նախորդել է ենթակառուցվածքների նորոգումը, մաքրվել են կոյուղատարերը, արդիականացվել է խմելու ջրի խողովակաշարը, լուծվում է նաև ջրատարների հարցը, տեղադրվում են արբակներ, որպեսզի կարողանան ջուրն օգտագործել ոռոգման նպատակով։ Խանջյան փողոցը Միասնիկյանի ամենաերկար փողոցն է, 1 կիլոմետր 200 մետր երկարություն ունի, դպրոց գնացող ճանապարհը, 320 մետր անցած տարի կառուցվել, հիմնանորոգվել, այդ հատվածում, որ անցած տարի են կառուցել, ընդհանրապես չի եղել ասֆալտ։ Արմավիր համայնքում ճանապարհաշինության ու ասֆալտապատման սուբվենցիոն այս ծրագրի ընդհանուր արժեքը մոտ 1 միլիարդ 200 միլիոն դրամ է, որպես առաջնահերթություն ընտրվում են հիմնականում դպրոց մանկապարտեզ ստանող փողոցները։ Անցած տարվա ծրագրով պետությունն ու համայնքը 8.3 միլիոն դրամ են ներդրել մանկապարտեզների կառուցման ու նորոգման նպատակով։ Մենք որդեգրել ենք մի մոտեցում, որ պետք է 27 թվականի ավարտին Արմավիր համայնքի տարածքում չլինի մի բնակավայր, որտեղ երեխաները զրկված լինեն նախադպրոցական ուսումնական հաստատություններում կրթություն ստանալուց, իսկ ճանապարհաշինության բնագավառում հիմնականում ընտրվում են այն ճանապարհները, որոնք անցնում են նախադպրոցական եւ ընդհանրապես ուսումնական հաստատություններ ունեցող մասերով եւ բեռնաթափում են քաղաքի կամ գյուղական բնակավայրի կենտրոնական փողոցները։ Հացիկ բնակավայրում կառուցվում է 110 երեխայի համար նախատեսված մեծ մանկապարտեզ, վերելակով ու ժամանակակից բոլոր հարմարություններով, 70-30 համամասնությամբ պետությունն ու համայնքը նախատեսել են ծախսել 387 միլիոն դրամ։ 2800 բնակիչ ունի գյուղը, սակայն երբևէ այստեղ մանկապարտեզ չի գործել։ Փոքրիկները հիմնականում Արմավիր քաղաքի նախակրթարաններ են հաճախել։ Արմավիր համայնքում 10 գյուղական ու 1 քաղաքային բնակավայր կամ մոտ 70,000 բնակչությամբ։ Շուտով կմեկնարկեն նաև համայնքի ենթակառուցվածքների արդիականացման 2026-ի ծրագրերը։ Նախատեսել են ծախսել մոտ 2.1 միլիարդ դրամ։ Ուսումնական 2025-26-ը ըստ էության ավարտված է, կառավարության վերջին նիստերում էլ որոշակի փոփոխություններ մնացվեցին հանրակրթական, պետական չափորոշիչներում, թեմայի մասն ենք խոսելու։ Տաղավարում այստեղ է կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։ Տիկին Անդրեասյան, ըստ էության կառավարության նիստում էլ նշեցիք, որ փոփոխությունները այսպես ոչ սկզբունքային են, արդյոք սա ենթադրում է, որ հավատացած եք այս չափորոշիչներով է հնարավոր հանրապետությունում հանրակրթական ուսման որակը բարձրացնել։ Այո, բարև ձեզ, կարծում եմ, որ չափորոշիչը արդեն իսկ 2023-ից փուլային ներդրվելով մեր դպրոցներում ցույց է տվել իր կենսունակությունը եւ կարծում եմ սա ակնհայտ է, որտեղ մեր չափորոշիչը կյանքի մասին է եւ
պնդում է, որ կյանքում մրցունակ լինելու, առաջ գնալու եւ բոլոր տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու համար մեր երեխաներին պետք են ոչ միայն գիտելիքներ, այլ պետք են նաեւ այդ գիտելիքները կիրառելու հմտություններ, պետք են նաեւ արժեքներ, որպեսզի նրանք կողմնորոշվեն, թե որ իրավիճակում որ գիտելիքներն ու հմտություններն է ճիշտ կիրառել, ինչպես նաեւ պետք են դիրքորոշումներ, որոնք նրանց դարձնում են քաղաքացի եւ մեր հանրային նաեւ բարեկեցության ու պետականության ամրապնդման գործում իրենց դերն են նկատել տալիս։ Այդ իմաստով մենք որևէ կոնցեպտուալ հայեցակարգային փոփոխություններ անելու կարիք չունենք, բայց կարիք ունենք ուշադիր լինել այս աշխատանքի ընթացքում, թե որ մեխանիզմներն է իրականացման, որ հատվածներն է, որ կարող ենք լավարկել, դրանք դարձնելով ավելի նպատակային։ Եվ իրականում վերջին փոփոխությունները հենց դրանց մասին են։ Օրինակ, նախագծային ուսուցումներում որոշակի փոփոխություններ են եղել։ Ես հիշում եմ մեր ժամանակ, երբ որ մենք սովորում ենք, այսպես պաստառներ էինք պատրաստում, մեկը պատրաստում էր, մյուսները գնում էին կանգնում էին կողքը գլխով էին անում։ Որտեղից համոզմունքը, որ նախագծային ուսուցումներ, որոնք ենթադրում են խմբային աշխատանքներ ըստ էության, բոլորը ունեն մասնակցություն ու թեմայից բոլորն են հասկանում։ Դե մենք առանձին վերապատրաստումներ ենք իրականացնում նախագծային ուսուցումը կազմակերպելու վերաբերյալ մեր ուսուցիչները որպեսզի ունենան համապատասխան հմտությունները խմբում բոլորին ներգրավելու։ Բացի դրանից գնահատման համակարգն էլ այնպես է մշակված, որ յուրաքանչյուրին գնահատելու այդ հնարավորությունը արդեն իսկ յուրաքանչյուրի մասնակցությունը կարևորում է։ Եվ իհարկե մենք այնպես չի, որ միանգամից ունենում ենք 100%-անոց իրավիճակ, պարզ է, որ սա գործընթաց է եւ աշխատանք է եւ ես կարող եմ ասել, որ նախագծային ուսուցումը իրականում դարձել է մեր դպրոցներում թերևս ամենամեծ մոտիվացիան եւ ոգևորությունը բերող նոր մեթոդներից մեկը եւ բազմիցս մեր տարբեր միջոցառումների, դպրոցներ այցելությունների ժամանակ ես տեսնում եմ, թե ինչպես են երեխաները հենց իրենք խոսում իրենց նախագծերի մասին, իսկ երբ որ երեխաները իրենք են խոսում ու պատմում, նշանակում է դա իրենց մասնակցությամբ արված աշխատանք է եւ կարծում եմ, որ իրականում երեխաների մասնակցայնությունը բավականին բարելավել է։ Իհարկե դպրոցներ կան, որոնք ավելի մեծ արդյունքներ ունեն, դպրոցներ կան, որտեղ դեռ ավելի մեծ ծավալի աշխատանք ունենք անելու, բայց միանշանակ մեր այս փոփոխությունը, որ վերաբերում է նախագծային ուսուցման ընդլայնմանը, որտեղ եթե նախկինում տարեկան 1 նախագծի մասին էինք խոսում որպես պարտադիր, այժմ արդեն խոսում ենք ամեն կիսամյակում առնվազն 1 նախագծի մասին եւ հստակեցնում ենք, որ դրանցից գոնե մեկը պետք է լինի բնագիտական ուղղությամբ եւ սա նշանակում է նաեւ, որ կոնկրետ նաեւ թեմատիկ ուղղվածությունն ենք հաղորդում նախագծային աշխատանքներին։ Ուսուցիչները, դպրոցները հասցնում են այս տեմպին փոփոխություններին, ակնկալիքներին համապատասխանել։ Կարծում եմ այո, ես կարծում եմ, որ մեծ աշխատանք են անում մեր դպրոցներն ու ուսուցիչները, ուզում եմ նրանց շնորհակալություն հայտնել եւ ուսումնական տարին ավարտվում է, շնորհակալություն հայտնել այս ուսումնական տարվա ընթացքում կատարված մեծ աշխատանքի համար։ Ես կարծում եմ, որ լավ տեմպ ենք վերցրել եւ այդ տեմպով առաջ կգնանք։ Ասացիք, որ ընթացք է, ձեր պատկերացումներով վերջնական արդյունքները քաղելու պահը երբ է։ Երբ որ մենք նայում ենք տարբեր երկրների բարեփոխումներին, չափորոշչային, ապա տեսնում ենք, որ վերջնական արդյունքները գնահատելու համար շուրջ 20 տարի է պահանջվում։ Այսինքն պետք է այս նոր չափորոշիչները ընդհանուր առմամբ դպրոցներում ամբողջությամբ մեկ շրջափուլ կիրառվեն եւ մենք կարողանանք տեսնել դպրոցներում համակարգային ու ինստիտուցիոնալ ինչպիսի փոփոխություններ են տեղի ունենում։ Բայց պետք է ձեզ հիշեցնեմ, որ մենք ունենք նաեւ արտաքին գնահատման մեխանիզմներ եւ չափորոշչի փորձնական փուլի գնահատումն արդեն իսկ ցույց տվեց, որ կրթության արդյունավետությունը եւ մեր երեխաների արդյունավետ սովորելու ժամանակը դպրոցներում էապես աճում է 2 տարում մոտավորապես 6 ամսվա աճ ունեինք եւ սա մեզ ցույց է տալիս, որ արդյունավետության գնահատականը մեր ռեֆորմի արդեն իսկ այս պահին գրեթե կրկնակի ավելի բարձր է, քան միջինում այլ երկրներում նմանատիպ բարեփոխումների ընթացքն է ցույց տվել։ Եվ եթե խոսենք արդեն կոնկրետ անհատների վրա արդյունքների մասին, ապա այսօր արդեն մեր համակարգում սովորող
ավելի քան 420,000 երեխաները, որոնք ամեն օր դպրոց են գնում, նրանք իրենց վրա այդ փոփոխությունները արդեն այսօր են կրում եւ արդեն այսօր են տեսնում։ Եվ ես կարծում եմ, որ մենք պահելով հեռանկարում այս երկարաժամկետ փոփոխությունները պետք է մեր ուշադրությունից բաց չթողնենք ամեն օր այս հազարավոր երեխաներին, որոնք հենց այս փուլում արդեն իսկ կրում են նոր չափորոշիչների ազդեցությունը, եւ այդ նոր չափորոշիչների ազդեցությունը ես կարծում եմ, որ իրենց պարագայում շատ տեսանելի է։ Տիկին Անդրեասյան, գրեթե միշտ խնդրահարույց է եղել հանգամանքը, որ ուսմանը զուգահեռ ընդունելություններին պատրաստվելու ժամանակ երեխաները ստիպված են լինում կրկնուսույցների մոտ որոշակի ֆինանսներ ներդնել, ժամանակ ներդնել, տեսավ, որ այս նոր փոփոխություններով նպատակային ուսուցման ժամերն էլ որոշակիորեն փոխվում են։ Արդյոք սա է լուծումը։ Այո, սա միանշանակ լուծում է եւ իրականում ինչ որ մենք առաջարկում ենք ավագ դասարաններում, շատ կոնկրետ առաջարկ է մեր դիմորդներին։ Մենք ասում ենք կողմնորոշվի քո հետագա մասնագիտական ընտրության հարցում, ընտրի այն առարկաները, որոնք քո համար նաև ընդունելության քննությունները հանձնելու, բուհում սովորելու համար մասնագիտական նախնական գիտելիքներ կտան եւ դրանք սովորի ավելի մեծ ծավալով։ Եվ այսպիսով ամբողջությամբ դպրոցում քո անցկացրած ժամանակով պատրաստվի բուհ գնալու։ Խոսքը 12-րդ դասարանցիների մասին է։ 10, 11, 12-րդ դասարաններում, որտեղ 10-րդ դասարանից սկսած մեր երեխաները կարող են ընտրել նպատակային ուսուցման առարկաներ, կարող են ձևավորել այսպիսով իրենց դասացուցակը, կախված իրենց նախընտրություններից եւ պատրաստվել քննություններին, եւ նաեւ այն հնարավորությունը, որ իրենք կարող են միասնական քննություններ հանձնել թե հունվարին, թե հունիսին, իրենց հնարավորություն է տալիս ընտրել պատրաստվելու ռազմավարությունը, մեկ առարկան հանձնել հունվարին, մյուսը հանձնել հունիսին, կենտրոնանալով համապատասխան հերթականությամբ, կամ երկուսն էլ փորձել հունվարին, հետո երկուսն էլ նաև հունիսին փորձել։ Եվ այս ռազմավարությունների ճկունությունը եւ դասավանդման այս հնարավորությունները այսօր արդեն բերել են նրան, որ ես տեսնում եմ շատ դիմորդներ, որոնք այլևս մասնավոր կրկնուսույցների չեն դիմում։ Եվ այսօր արդեն մենք ունենք երեխաներ, որոնք ամբողջությամբ դպրոցի դասավանդման արդյունքում կարողանում են հաղթահարել մրցութային գործընթացը եւ ընդունվել բուհ։ Այդ երեխաների թիվը գնալով մեծանում է։ Ես հատկապես տեսնում եմ այս ազդեցությունը գյուղական դպրոցներում, որտեղ ուզում եմ հիշեցնել, որ չափորոշչի այս փոփոխությունները ամբողջությամբ փոխեցին գյուղական դպրոցների, միջնակարգ դպրոցների, ավագ դասարանների գործընթացը եւ շատ ուրախ եմ, որտեղ մեր արձանագրած ամենակարևոր խնդիրներից մեկը կրթական անհավասարությունն էր գյուղական եւ քաղաքային դպրոցների սովորողների միջև եւ հատկապես ընդունելության քննությունների փուլում։ Ու չափորոշչի այս փոփոխությունները հավասար պայմաններ են ստեղծել թե գյուղական, թե քաղաքային դպրոցների մեր սովորողների համար եւ այսօր արդեն մենք դրա արդյունքները տեսնում ենք։ Դե նորից քննությունները երկրորդ փուլով շարունակվում են, այս նոր փորձառությունը քննությունների կազմակերպման ինչ է հուշում։ Դե իրականում մենք փոխում ենք ոչ թե քննությունների ձևը, իհարկե ձևի մասով մենք անդրադառնում ենք բովանդակությանը, որպեսզի դրանք բխեն նոր չափորոշիչների, առարկայական ծրագրերից եւ չափորոշիչներից։ Այդ իմաստով ամենամեծ փոփոխությունները կրել են 9-րդ դասարանի քննությունները, որտեղ գրականության եւ պատմության առարկաների համար էսեի տարբերակն է ընտրված, բնագիտական առարկաները հնարավոր է նախագծային աշխատանքի միջոցով հանձնել եւ այդ իմաստով ես կարծում եմ, որ ընտրված քննական ձևերը խրախուսելու են հենց այն կարողությունները, որը դրված է չափորոշչի հիմքում։ Վերլուծական միտք, քննադատական մտածողություն, մտքերը արտահայտելու եւ ներկայացնելու հնարավորություն, հետազոտական եւ թիմային աշխատանքի կարողություններ։ Դե եւս մեկ անգամ հաջողություն մաղթենք շրջանավարտներին ու շնորհակալություն հարցազրույցի համար։ Շնորհակալություն։ 20 տարի առաջ մի քանի կիլոգրամ արտադրությունից սկսած հայկական շոկոլադը այսօր արդեն տարեկան 50-ից 60 տոննա արտադրություն է ապահովում եւ պատրաստվում է նոր թափով դուրս գալ միջազգային շուկա։ Արկոլադը Զովունիում կառուցել է ավելի քան 500 միլիոն դրամ արժողությամբ նոր գործարան սննդի անվտանգության ժամանակակից չափանիշներին համապատասխան։ Զարգացման ճանապարհին աջակցել է պետությունը մաքսային արտոնություններով, դրամաշնորհով ու լիզինգային հնարավորություններով։ Նոր
արտադրամասը թույլ կտա մինչև 10 անգամ ավելացնել ծավալները, հայկական շոկոլադապատ ջրերը հասցնելով արևելքից մինչև արևմուտք։ Արդեն 2 տասնամյակ Արկոլադը բելգիական, գերմանական հումքով կարելի է ասել անփոփոխ դիզայնով շոկոլադ է արտադրում ու կայուն պահում պահանջարկը։ Շոկոլադապատված ծիրանաչիրն ընկույզով իրենց ամենավաճառվող պրոդուկտն էր 20 տարի առաջ ու հիմա նույնպես։ Հայաստանում փոքր չափերով եվրոպական մոդելի գործունեություն ենք սկսել, ինքը նման չի եղել հետսովետական համակարգին, իրական շոկոլադով հայկական պրոդուկտներ ենք սկսել արտադրել, որը որ այդ ժամանակների համար բավական համարձակ քայլ էր։ Համարձակ քայլից մինչև հաջողություն 6 տարի պահանջվեց, երբ բիզնեսն արդեն սկսեց աշխատել շահույթով, քիչ-քիչ համալրեցին նաև արտադրական սուղ կարողությունները, սկսեցին ավելի մեծ ծավալի հումքներ մուծել ու տոննաներով հայկական չորամրգեր տեղում ձեռք բերել, շոկոլադապատել։ Սկսել ենք շատ փոքր քանակներից, մի քանի կիլոից օրական եւ այսօր 50-60 տոննա տարեկան շոկոլադ ենք արտադրում։ Առ այսօր աշխատում են վարձակալած տարածքում, դեռ 2013-ից են կարիք ունեցել ավելի ընդարձակ պայմաններում գործը զարգացնելու, սեփական հասցեն ունենալը տարիների երազանք էր, որին ընդառաջ քայլն արեցին 2017-ին, Զովնիում հողատարածք գնեցին եւ 8 տարում գործարան կառուցեցին։ Այս համար պատրաստվում են նորամուտի։ Սա մեր գործարանի նոր արտադրամասն է լինելու։ Կառուցվածքա սննդի անվտանգության բոլոր նորմերին համապատասխան, սկսած օդամուղերից, վերջացրած այս պանելները, որոնք որ մաքրելու հանդեպ զգայուն չէ, թե մետաղը քայքայվում է, սա պլաստիկից է, միջի քայքայվում։ Թարմ հաշվարկներով մոտ 500 միլիոն դրամ է արժեցել ընդհանուր պրոյեկտը։ 2024-ին իրենց ներդրումային ծրագիրը ներկայացրել են նաև կառավարությանը։ Հիմնականում Ավստրիայից ներմուծվող որոշ ապրանքների համար մաքսատուրքի արտոնություն ստացել՝ պատերի եւ առաստաղի սալեր, սենդվիչ պանելներ, դռներ, դրանց հավաքման աքսեսուարներ, ընդհանուր 58 միլիոն դրամի ապրանք։ Մաքսատուրքը մոտ 4 միլիոն դրամ է կազմում, առաջիկայում կստանան ու կուղեն ընթացիկ ծախսերին։ Կորեայից մինչև Միացյալ Նահանգներ փոքր խմբաքանակներով արտահանումներ ունեցել են, պատրաստվում են նոր ստարտ վերցնել, նոր պայմանագրեր կնքել։ Մեզ սիրում են, մեզ ընդունում են, մենք արևելքից արևմուտք շատ տարբեր երկրներում վաճառքներ ունեցել ենք, բայց կայուն վաճառքի համար մեզ պետք է եղել բավարար արտադրական կարողություններ, որ մենք չենք ունեցել։ Իսկ այստեղ մենք դուրս ենք գալիս լրիվ այլ հարթություն։ Այս արտադրական կարողությունը մեզ հնարավորություն կտա 8 մինչև 10 անգամ մեծանալ։ Տարիների ընթացքում բավարար գույքային հագեցվածություն ապահովել են սեփական միջոցներով 2020-ին նաև կառավարության եւ Համաշխարհային բանկի համատեղ համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման եւ մրցունակության ծրագրի համաֆինանսավորմամբ ստանալով մոտ 24 միլիոն դրամ դրամաշնորհ։ Պետական աջակցության այլ հնարավորություններից են օգտվում արտադրական կարողությունները հզորացնելու համար։ 24 թվից հետո սուբսիդավորման ծրագրերով լիզինգի եւ վարկային 6 միլիոն դրամի սարքավորումներ ենք ձեռք բերել, իսկ հիմա մենք դիմել ենք մոտավորապես 15-16 միլիոն դրամի նոր սարքավորումներ ձեռք բերելու համար։ Վարձակալած շենքը վարչական հատվածներ ներառյալ մոտ 300 քառակուսի է կազմում, նոր սեփական գործարանի միայն արտադրական մակերեսը 1000-ից ավելի, չհաշված աշխատողների համար նախատեսված հարմարությունների հատվածը, ճաշարան, հանդերձարաններ, պահեստային ենթակառուցվածքն էլ նոր հնարավորություններ կբացի, ունեն առանձին հումքի, փաթեթավորման նյութերի, պատրաստի արտադրանքի, նաև ջրերի համար նախատեսված պահեստներ։ Գործարանի այգում արդեն նորատունք ծառեր ունեն, հետագայում պլանավորում են նաև սեփական բերքը վերամշակել ու շոկոլադապատել։ Դուք դիտում եք հրապարակումը, շնորհակալություն ուշադրության համար։ Մեր բոլոր հաղորդումները հասանելի են նաև YouTube-ում, ARM.gov էջում, իսկ մեր եթերային հաջորդ հանդիպումը մեկ շաբաթից։